Արդեն անդրադարձանք, բայց խնդրում եմ ավելի մանրամասն, հա, արդյոք սա խորհրդարանական երկրի պարլամենտին հարիր կապված է։ Բնականաբար սա խորհրդարանական երկրին հարիր ընդհանուր վարքագիծ չէ եւ իրապես ինձ համար շատ ցավալի է, որ մենք պարլամենտում կարող ենք ունենալ նման միջադեպեր, որևէ կերպ կարող ենք ունենալ նման միջադեպեր։ Եվ ըստ էության ես հատուկ նշեցի, սա բոլորիս ամոթն է, որովհետև սա նաև ցույց է տալիս մեր երկրի հեղինակությունը եւ մոտեցումը տարբեր խնդիրներին, ու այո, մենք պետք է ամեն ինչ անենք, որ ընդհանրապես խուսափենք այս ամենից։ Ընդ որում նորից եմ կրկնում, այստեղ ոչ թե որևէ մեկին թիրախավորելու խնդիր բոլորս կարծում եմ այս պահին ունենք, այլ այս բոլոր երևույթները վերացնելու խնդիր։ Տիկին Մանասյան, իսկ խնդրեմ անդրադառնանք նաև Վերձավանի դպրոցի ուսուցչու հետ տեղի ունեցածը, թեև տեսանք արդեն կանոնի նկատմամբ համապատասխան որոշում կայացվել է, եւ միայն այդ դպրոցը չի, այլ տեղերում նույնպես ուսուցիչները թիրախավորված են, ինչպես կանգնեցնել այս անշնորհ պահվածքը։ Հիմա մենք էլ ենք հայտարարություն տարածելու այս հարցի հետ կապված, միգուցե նաև հասցրել ենք տարածել, ես պարզապես դահլիճում էի, չեմ հասցրել հետևել։ Գաղափարը հետևյալն է, ինձ համար միանշանակ սա անթույլատրելի է եւ շատ ճիշտ նշեցիք, սա մի դեպք է, որը հանրային հնչեղություն ստացավ, բայց մենք պարբերաբար դիմում բողոքներ ենք ստանում նաև այլ դեպքերի եւ այլ իրավիճակների հետ կապված, որոնք միանշանակ մեզ համար անթույլատրելի են։ Մասնավորապես ուսուցիչների արժանապատվությունը բնականաբար պետք է հարգված լինի, նաև մասնագիտական արժանապատվությունը եւ ոչ միայն իրենց պարզապես քանի որ դեպքերը այս հարցին են վերաբերում, դրա համար եմ հենց ուսուցիչների մասին խոսում, բայց նաև մենք պետք է կարողանանք երեխաների լավագույն շահը երաշխավորել այս բոլոր իրավիճակներում։ Հիմա ես առավոտվանից մշտադիտարկման արդյունքներն էի ստանում, ինչպես են օրինակ երեխայի մասնակցությամբ տեսանյութ տարածում տարբեր սոցիալական հարթակներում, եթե չեմ սխալվում, նաև զանգվածային լրատվության միջոցներում, եւ օրինակ երեխան անկախ նրանից թե ինքը ինչ է ասում եւ ինչպիսի վարքագիծ է դրսևորում, անընդհատ թիրախավորվում է։ Եվ սա կարծում եմ մեր բոլոր թե սոցիալական ցանցերի օգտատերերը, թե զանգվածային լրատվության միջոցները պետք է հաշվի առնեն, այդ թվում տարբեր տեսակի հրապարակումներ կատարելիս, բայց ես համարում եմ, որ նաև այս ոլորտում բարեփոխումները ոչ թե այս մի կոնկրետ դեպքով պիտի լինեն կամ կոնկրետ դեպքի հասցեավորման, այլ միանշանակ պետք է ամբողջական համակարգային բարեփոխումների գնանք այս բոլոր հարցերի առումով։ Տիկին Մանասյան, դուք անդրադարձաք քիչ առաջ ազգային ժողովի դահլիճում իրավիճակին, դուք հավասարապես դատապարտում եք եւ իշխանության եւ ընդդիմության падգամավորներին։ Ես դատապարտում եմ ընդհանրապես այս տեսակի վարքագիծը ազգային ժողովում եւ բնականաբար թե քաղաքական մեծամասնությունը, թե քաղաքական ընդդիմությունը կրում են հստակ պարտավորություններ չթույլատրելու ընդհանրապես նման միջադեպերի առկայություն եւ ես օր առաջ կարեւոր եմ համարում էթիկայի մշտական հանձնաժողովի ձևավորումը ազգային ժողովում, որովհետեւ ես վստահ եմ, որ դա հնարավորություն կտա բազմաթիվ խնդիրների լուծումներ գտնել։ Դա կարող է լինել մարմին, որը իրավասու կարող է լինել նման դեպքերով քննություն իրականացնել։ Հիմա ոչ ես, ոչ որևէ այլ մարմին, եթե իհարկե հանցագործության մասին չէ խոսքը, վարքագծի կանոնների, էթիկայի կանոնների խախտման մասով չենք կարող որևէ ինքներս քննություն, վերջնական եզրահանգումներ իրականացնել, որովհետև իրավասու չենք։ Դրա համար օր առաջ կարևոր եմ համարում նման մարմնի ձևավորումը։ Նույնպես դատապարտում եք օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, երբ կար միայն իշխանության կողմից հայտարարություն համբալ ընդդիմադիրն են։ Դուք էլի դատապարտում եք։ Գնայեք էլի նորից մի քանի հարցերի շրջանակներում անընդհատ նշում եմ, այս հարցերով մենք չենք իրավասու մարմինը եւ բնականաբար եթե ազգային ժողովում նման միջադեպեր են տեղի ունենում, դա ինձ համար որպես մարդու իրավունքների պաշտպան անթույլատրելի, անընդունելի է, չպետք է տեղի ունենալ։ Սրանով այս էթիկայի հանձնաժողովը կզբաղվի նաև դրանով։ Դուք կարծում եք, որ պետք է էթիկայի հանձնաժողովը դրանով էլ զբաղվի։ Ըստ էության Հայաստանում կա պետական պաշտոն զբաղեցնող անձանց էթիկայի հարցերով կամ վարքագծի կանոնների պահպանման հարցերով զբաղվող մարմին, իրավասու մարմին, դա եթե չեմ սխալվում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է եւ ըստ էության այդ մարմինը իրավասու այս հարցերին պատասխաններ տալու, բայց ես իրավասու մարմին չեմ, որ հիմա կոնկրետ падգամավորների, կոնկրետ պաշտոնատար անձանց հետ կապված էթիկայի եւ վարքագծի կանոնների խախտումների հետ կապված Տիկին Մանասյան, բնականաբար չունեմ եւ այստեղ կուզենամ ճիշտն ասած հատուկ արձանագրել, որ իմ աշխատանքային միջավայրի տեսանկյունից անկեղծ պիտի ասեմ, որ իմ զգացողությունը երևի ամենա
այն կոմֆորտ զգացողություններից է, որովհետև մինչև հիմա չի եղել մի իրավիճակ, երբ այդ թվում օրինակ գործադիր իշխանության ղեկավարի տեսակետին հակասող տեսակետ եմ լրիվ հայտնել, այդ թվում օրինակ նույն հատուկ միջոցների կիրառման հետ կապված, ոստիկանության կողմից ուժի կիրառման դեպքերի հետ կապված եւ այլն, եւ չի եղել մի դեպք, երբ ես, չգիտեմ, ճնշումների ենթարկվեմ, հանդիմանանքի արժանանամ եւ այլն, եւ ավելի նշեմ, գրեթե բոլոր առաջարկները, որ ներկայացնում եմ, ու նաեւ այն բոլոր տեսակետները, որ արտահայտում եմ, հիմնականում տարբերվում են, անկեղծ պիտի լինեմ, բոլոր գործընկերների տեսակետների կողմից մշտապես ձեր հանդեպ անվստահության մարտին է բարձրացել։ Ձեր հանդեպ անվստահությունը ինչով է պայմանավորված։ Կներեք, բայց որևէ անձ չի կարող վայելել 100% քաղաքացիների վստահություն։ 100% քաղաքացիների վստահություն, ես կներեք չեմ ուզենա։ Այսպես ասեմ, դրա մասին ոչ միայն ես եմ խոսել, դրա մասին խոսել է ըստ էության մարդու իրավունքների ազգային հաստատությունները միավորող եվրոպական ցանցը, որը հրապարակային հայտարարություն է տարածել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի հաստատության թիրախավորման հետ կապված։ Ես պատճառների վերաբերյալ անկեղծ պիտի լինեմ, չեմ ուզում խոսել, թեպետ մանրամասներով գիտեմ բոլոր հարցերը, բայց կուզենամ խոսել այն մասին, որ շատ դեպքերում այդ թիրախավորումը իրավունքի սկզբունքներին հակասող բնույթ է կրում, որովհետև օրինակ սեռով պայմանավորված թիրախավորում կա, որը հակասում է միջազգային չափանիշներին, տարբեր թիրախավորումներ են տարածվում, այդ թվում այնպիսի մարդկանց կողմից, ինչը ամենազավեշտարին է, ովքեր հենց իրավունքների պաշտպանությամբ պիտի զբաղվեն, օրինակ, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները թիրախավորվում են մեզ թիրախավորելու համար կամ գենդերային հավասարության հիմքով։ Սա անթույլատրելի է ոչ միայն մեր հաստատության, այլ ցանկացած այլ մեկի նկատմամբ, նույնիսկ եթե ձեր նկատմամբ տեղի ունենա, կարծում եմ տեսել եք, որ ես ինքս դատապարտել եմ նաև օրինակ լրագրող Հրիփսիմե Ջեբեջյանի հետ կապված դեպքը, այսինքն բաներ կան, որոնք իրապես անթույլատրելի են, բայց կխնդրեմ վերջին հարցնել եւ Ատիկին մանացան մարդու իրավունքների խախտումը արդյոք տվյալ մարդուն համբալ ասել է ցանկացած մարդու պարագայում։ Ես արդեն այս հարցին հարգելիներ պատասխանեցի, մնացյալը կարող ենք հետագայում նաև շփվել ու ուրախ կլինեմ ցանկացած ձևաչափով, ինչպես միշտ ձեզ հետ շփումենալ։ Արդեն հարցին պատասխան։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։